2025 թվականի մարտի 18-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով տրամադրվում է 236 միլիոն եվրո գումարի չափով վարկ, որը կֆինանսավորի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մաս կազմող 27 կիլոմետր երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետային դիմակայուն շուրջ 27.1 կիլոմետր երկարությամբ ասֆալտ-բետոնե պատվազքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը շուրջ 2 ժամով, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը, կհասնի մինչև շուրջ 100 կմ/ժ արագության, կբարձրացվի երթևեկության հարմարավետությունը և անվտանգությունը։ Ճանապարհատվածի կառուցման աշխատանքները ներառում են ասֆալտ-բետոնե պատվազքով ճանապարհի կառուցում, ընդհանուր շուրջ 1.8 կիլոմետր երկարությամբ 3 թունելների, ընդհանուր շուրջ 3 կիլոմետր երկարությամբ 16 կամուրջների, 83 հեղեղատարների, 28 բետոնե հենապատերի կառուցում, ընդհանուր 27 կիլոմետր երկարությամբ։ Շինարարության ընթացքում կկիրառվեն կլիմայադիմացկուն մեթոդներ, կանաչ ճանապարհների սկզբունքները և շահագործման և պահպանման լավագույն միջազգային փորձը։ Շինարարության տևողությունը 6 տարի է, որակի համար պատասխանատվության ժամկետը 2 տարի։ Վարկը տրամադրվելու է 24.5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը 12 տարին է, մարման ժամկետը 12.5 տարի, տարեկան տոկոսադրույքը կկազմի շուրջ 3.4%։ Ծրագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ ծրագրի անմիջական իրականացումը կիրականացնի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը որպես ծրագրի իրականացման գրասենյակ։